Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քրիստոնեժողովրդաբարական կուսակցության ներկայացուցիչ իրավագետ Արտյոմ Աբրոյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Աբրոյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Գուցե խոսենք նրանից, թե ինչ է կատարվում հենց հիմա Երևանում, առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը ձերբակալված է, նաեւ հանցավոր խմբի եւս մեկ անդամ ձերբակալված է եւ քննվում է նրա խափանման միջոցը։ Ծառուկյանին ամեն դեպքում տարան ձեռնաշղթաները, որը դարձավ այսպես ասած սոցիալական ցածերի քննարկման առարկան եւ արգրավեցին նրա կենթանիներին, որը մենք բոլորս է գիտենք իր համար ինչքան ցավոտ կողմ է։ Ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանը իր տանից դուրս գալու ժամանակ հայտարարեց, որ մեղադրանքը լրի սարքած է, սուտ փուչիկ 100%-ով ճիշտ բան չկա եւ ամեն ինչ պարզ կլինի։ Այս հայտարարությունը կոնկրետ հասցեատեր ուներ, ում էր ուղղված։ Տեսեք, եկեք պատկերավոր նայենք հարցին։ Նախ մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք բռնեմ, թողեմ արդարադատություն։ Հիմա տեղի է ունեցել մի իրավիճակ, որը պետք է պարզաբանի իհարկե իրավապահ համակարգը, թե մեղավոր է, թե անմեղ է, դա էլ իրավապահ համակարգի դաշտում է այդ հարցը։ Եվ այս առհասարակ մի բանի շուրջ եմ զարմանում, իրականում, որ մենք այսքան իրավական հարցերի վերաբերյալ այսքան այդ հարցերը բերում ենք եւ քաղաքական դաշտ ենք մտցնում։ Կամ հանրային քննարկման թեմա ենք Կամ հանրային քննարկման թեմա ենք դարձնում, շատ ճիշտ եք նշում, եւ սա է հենց ամենագլխավոր խնդիրներից մեկը։ Ինչու պետք է հարկատուն վճարի իրավապահ համակարգին եւ միաժամանակ իրավապահ համակարգը իր գործը տարիներ շարունակ լավ չիրականացնի, կամ իրականացնի բռնեմ թողեմ տարբերակով եւ դա դառնա հանրային քննարկման թեմա, քաղաքական թեմա եւ արդյունքում էլ մենք բոլորը շեղվում ենք մեր պետությունը կառուցելու, կարևոր հարցերի մասին ենք շեղվում եւ չենք կառուցում ինչպես որ պետք է մեր պետությունը։ Այս սա է գլխավոր խնդիրը, ինչի մասին պետք է ես կարծում եմ, որ ուշադրություն դարձնել եւ խոսել։ Թե չէ իրավապահ համակարգը բռնելը, հիմա տեսեք մի փոքր հումոր էլ անեմ, միգուցե հետո պարզվի, որ առույցներն են այն հանցավոր մի մասը կազմում այդ հանցակրթության, այսպես ասած, հումորի տեսանկյունից, բայց ամեն դեպքում այդ հարցը թող հումորի տակ կարող է հետագայում ինչ որտեղ դե ասում է հումորը կիսով չափ հումոր, կիսով չափել դե պարզ է դա նաև։ Այնպես որ այն ինչը որ մենք այսօր տեսնում ենք, դա արդարադատության բաց թողումն է, թե ընտրությունների վերաբերյալ, թե այն թողոբոհը, որ մեր պետության ներսում մենք ունենք, այս ամենը կապված է արդարադատության հետ, օրենքների չվերամշակման, օրենքների, որոնք պետք է վերամշակել կամ պետք է բերել, որպեսզի կարողանանք այդ բաց թողումները կամ այն վտանգները ավելի ճիշտ, որոնք գալիս են, արգելափակենք այդ վտանգները, արգելափակենք եւ հարցը լուծենք։ Օրինակ, սա է ամենակարևոր հարցը, որի մասին պետք է մտածենք։ Ես կարծում եմ, որ սա մի հարց է առաջանում, էլի, եթե արդարադատությունը ընտրովի չի, այս պարագայում, հա, կամ թերի չի, այդ կենթանիների դիակները կամ որ արգրավել է, այդ նոր նկատեցին, որ դա խնդիր է, այսպես ասած, նոր տեսան այդ ամեն ինչը։ Հետևաբար պետք է արդարադատությունը լինի ոչ թե պահի դրությամբ պայմանավորված, այլ հենց այն պահին, որ պետք է աշխատի, Սա է կարևոր հարցը։ Եվ այդ պահի դրությամբ եղած այդ արդարադատության պատասխան ում էր ուղղված Գագիկ Ծառուկյանի կողմից։ Անուններ չտրվեցին, բայց կարծես թե հանրությանը համար հասկանալի է, թե կոնկրետ ում էր ուղղված։ Տեսեք, պետք է ինքը ասի ումն է ուղղված։ Հիմա ես որ ասեմ ումն է ուղղված, դա մի քիչ կդիտարկվի։ Ես հասկանում եմ նրան ում ինքը դեմ է, ումն է դեմ ինքը։ Բացի դրանից քարոզարշավի ժամանակ մարդիկ պարզ հայտարարություններ են արել եւ ընտրություններից հետո էլ այդ հայտարարությունները ասվել։ Տեսեք, դուք ասում եք, սա իրավական հարց է, չպետք է բերվի քաղաքական դաշտ, բայց Գագիկ Ծառուկյանը պատահական մարդ չէ եւ քաղաքականության հետ շատ մոտ է։ Դրա համար էլ վերվում է այս ամենը եւ դրանք կապում են եւ ընտրության արդյունքների եւ ընտրությունների ժամանակ այդ ձայների, այսպես ասած, գողացման այս ամենի հետ է կապում։ Շատ ճիշտ եք ասում, բայց ես ընդհանուր պատկերն եմ նկարագրում, այո, կարևոր մարդ է քաղաքականության մեջ է, բայց ինչու պետք է այս տարիների ընթացքում խոսվի նրա մասին, որ տվյալ անձիկ հանցագործներ են, տվյալ անձիկ ընտրակաշարք բաժանելու
ուրեմն վարպետներ են եւ այլն եւ շարունակեն այդ մարդիկ մնալ քաղաքականության մեջ այս դրան մասնակցել ընտրություններին այո եթե դուք արձանագրում եք որ իրենք վտանգավոր անձիկ են պետության եւ հասարակության համար տարիների ընթացքում որտեղ է այդ երագլուխ խնդրեմ երագլուխ այո որտեղ է տարիների ընթացքում ձեր կատարած արդարադատության աշխատանքը իրավապահ համակարգի աշխատանքը որ տվյալ մարդիկ ովքեր որ համարվում են հանցագործներ չմասնակցեն պետության ձևավորման հասարակության ձևավորման գործընթացներին եթե վտանգավոր են ինչպես եք թույլ տալիս մասնակցեն դա տարիների խոսակցություններ է չէ միօրվա խոսակցություններ չի ինչու թույլ տվեցին ինչու թույլ տվեցին դա այդ հարցին պետք է պատասխանի իշխանությունը որովհետև իշխանությունը նշանակում հիմնականում այն մարդկանց ովքեր արդարադատություն եւ ապա համակարգի բոլոր գլխավոր չէ իշխանությունը նշանակում եւ իքտոր պետք է տարիների ընթացքում գոնե մեկ անգամ պահանջեր ասեր հիմա տեսեք դուք ինքը օրինակ ասում է չէ այսինչ անձը հանցագործ է զեկուցում են որ հանցագործ է թե առանց զեկուցելու է մտածել որ հանցագործ է եթե զեկուցել եք որ հանցագործ է տրամաբանական է չէ տարիների ընթացքում որ գիտեք հանցագործ է որտեղ է ձեր աշխատանքը հանցագործներին իրանց տեղը ցույց տալու համար Տեսեք Արարատ ցեմենտի պետականացման մասին խոսվում էր դեռ քարոզարշավի ժամանակ։ Սա ինչ է նշանակում։ Նիկոլ Փաշինյանը արդեն ուներ այս սխեման, օգտագործեց արդեն ընտրություններից հետո։ Ամբողջ հենց հարցը նրանումն է, որ ներողություն պետք է ասեմ, վենդետա կզացնել եւ նմանատիպ այո այդ բոլոր ձևակերպումները հենց չգիտես թե ինչու առաջանում է ընտրական process-ների ժամանակ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը։ Դրա համար ասում եմ, միջև այս պահը դուք չգիտեք, որ խրտվիլակներ կան այնտեղ կենթանիների եւ կամ կենթանիներ է պահում։ Կենթանիներ է պահում եւ այլն, այո, եւ այլն։ Իհարկե դա նախընտրական process-ների ժամանակ սա խնդրահարույց հարցեր է, ինչը պատճառ հանդիսացավ նաեւ, որ խորհրդարանը սոցիալապես թեր զարգացած խորհրդարան մենք ունենանք։ Անգրագետ եւ վտանգավոր խորհրդարան ունենանք բառիզբոն իմաստով որովհետեւ տեսեք շատ կարեւոր այստեղ հարց պետք է մենք դիտարկենք մարդիկ գալիս են միլիոններով Հայաստանի Հանրապետություն բացում են կուսակցություն եւ շռայլում են մեծ գումարներ այդ գումարների մասին իշխանությունն է խոսում ես հիմնվում եմ այդ խոսույթի վրա եւ դե արդեն մենք բոլորս տեսնում ենք ծրագրերի լիարժեք բացակայություն, որովհետև ինչ-որ 300,000 աշխատատեղ, չգիտեմ ինչ, դրանք որոնք իրատեսական չեն, այսինքն գաղափարախոսության լիարժեք բացակայում, տվյալ ուժի կողմից, բայց ինչպես է ստացվում, որ մարդիկ գնում են եւ ընտրում են, ստացվում է այնպես, որ էլի արդարադատությունը չկանխելով ընտրակաշառքների այս հոսքը, որի մասին հենց իրենք էլ խոսում են Արդյունքում մենք ունենում ենք այն ինչ որ ունենում ենք հասարակությունը մենք Պարտադիր ընտրակաշառք բաժանվի գուցե մարդիկ լավ են աշխատել այդ մի քանի ամիսների ընթացքում ուժեղ Հայաստանը իրոք ուժեղ է աշխատել եւ կարողացել է վստահություն ձեռք բերել Եթե մենք ունենայինք արդարադատության այդ սկզբունքայնությունը Հարցը դրան չէր հասնի, որ բաժանեն, մենք մի հատ էլ նստենք որոշենք, օրինակ համար լավ են բաժանել, թե վատ են բաժանել։ Դեռ ամեն դեպքում չկա դեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, մարդ, որ դրա համար պատասխանատվության է ենթարկել։ Իսկ ինչու՞։ Ենթարկվել։ Դեռ հենց միջև բաժանելը, չէ՞ որ Սամվել Կարապետյանը բարերար է եղել, մարդիկ նրա արած գործերի մասին տեղեկացված են եղել, այնպես չէ որ ինչ որ օթից եկավ եւ բացեց այդ կուսակցությունը կամ նախաձեռնությունը եւ իր շուրջը հավաքմբեց այդքան մարդկանց։ Այստեղ այլ բան կա։ Ինչու Հայաստան դաշինք, օրինակ Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ կարողացավ համակիրներ հավաքել իր խումբը, թեև ամեն քարոզարշավի հանդիպումների ժամանակ տորպեդահարում էր իր 10 տարվա նախագահական գործունեությունը։ Տեսեք, ինձ համար երկու անձանց մասին դուք նշեցիք եւ էլի կան ուժեր երկու առաջնորդներ դրանք անձիկ չեն դրանք քաղաքական ուժերի առաջնորդներ են որոնք մտածել են ընտրությունների եւ հիմա մանդատները վերցրած մտնելու են ազգային ժողով կներեք քանի որ ես ինչի համար եմ այդպես ասում քանի որ ես արդարադատության հետ կապված ինչպես նշեցի հարցեր կան որոնք որ խիստ կարևոր հարցեր են եթե արդարադատությունը լիարժեք աշխատեր ապա այդ մարդիկ կլինեին անձիկ այլ ոչ թե ձեր նշած քաղաքական գործիչները քաղաքական գործիչը իմ ընկալմամբ Հայաստանի Հանրապետությունում չի կարող զբաղվել այն գործունեությամբ, որով որ իրենք զբաղվում են։ Մեզ առաջարկեն, որ մեզ ավելի լավ է վաճառել մեր տնտեսական օբյեկտները, գնալ գուբերնիա դառնալ, այսինքն լինել լիարժեք ստրուկի կարգավիճակում, եւ այս նման քաղաքական գործիչներին չեմ կարող համարել առաջին քաղաքական գործիչ։ Ինձ համար քաղաքական գործիչը իր պետության մասին մտածող անձն է։
Իսկ ինչ վերաբերվում է այդ մարդկանց հետ կապված, դրանք բոլորը նույն ուղղությամբ են մտածում, իրար հետ համագործակցելով, ակներև երևում է իրենք որտեղ են Հայաստանի Հանրապետությանը տանում, բայց էլի մենք ինչպես որ հարցը դիտարկենք, պետք է ամենակարևոր հարցի մասին մենք խոսենք։ Ինչպես է լինում, տեսեք դուք, ես, մենք բոլորս լսում ենք, որ կա ընտրակաշառքներ, մենք լսում ենք, որ կան հանցագործություններ եւ այլն, եւ ովքեր են դրանց մասին խոսում առաջինը, իշխանությունն է խոսում։ Այսինքն այդ ինֆորմացիան տալիս է իշխանությունը։ Հիմա ես կարևոր մի այլ հարց ասեմ ձեզ։ Եթե դուք իրենք խոսում են ընտրակաշառքի եւ հանցագործությունների այլ բաներ, տարերի մասին։ Եվ պատիժնել է ավելացնում իշխանությունը, պատժաչափը։ Ավելացել է, ով Մենք ասում են ավել է պետք է ավել լինի 7 տարի եւ ավել։ Տեսեք, կարելի է ամեն ինչ այդ 7 տարի, 10 տարի, 15 տարի այնտեղ կան ձևակերպներ օրենսդրության մեջ, քրեական եւ այլն, որ այսքան տարի կարող ես դու նստել, բայց հարցը նրանումն է, որ չեն նստում։ Հարցը նրանումն է, որ չեն զբաղվում այդ մարդկանցով։ Եվ դուք էլ քիչ առաջ ինչպես նշեցիք, հենց այդ մարդկանց ընտրությունները մոտիկանում են, այդ մարդկանց թերությունների մասին հիշում են։ Գուցե չեն նստում նրա համար, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա մի էլիտա, որը հենց կապեր ունի, փող ունի եւ արդարադատության այդ շրջանակներում հենց միայն իրենք են լինում։ Եվ դա իշխանությունը պետք է մեզ ասի, ձեզ, մեզ հանրությանը, չէ՞ որ ինքն է նշանակում արդարադատության նախարարին։ Նկատի ունեք, սա իշխանության բաց թողումն է, այս իրավիճակը Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված այս իրավիճակը ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացնող այս ճնշումները ճնշումները եւ ընդհանրապես հանդես են եկել լոկ հայտարարություններով։ Պարոն Աբրոյան, չեք կարծում, որ 3-12 ժամ ամեն դեպքում խոզարկություններ կատարվում Գագիկ Ծառուկյանի բնակարանում տանը եւ այդ 12 ժամվա ընթացքում այնտեղ չպետք է հավաքվեին ընդդիմադիրները, այսպես ասված, իմ ասած այդ առաջնորդների ուժերը եւ այլն։ Սա չպետք է լիներ այն հիմնական կետը, որից պետք է սկսվեր, ինչպես օրինակ Նարեկ Կարապետյանը ասում էր պլան B ունեն։ Ինչու ընդդիմությունը չհամախմբվեց։ Նույն դատարանի մոտ մենք տեսնում ենք, որ հիմնականում քաղաքացիներն են, լրագրողներն են, մի քանի այսպես դեմքեր ընդամենը, բայց ոչ ավելին։ Քաղաքացիների մասով շտապ եմ արձագանքել մի քանի քաղաքացիները, ոչ թե քաղաքացիներ, դա մի քիչ լայն ընկալման հարց է դառնում, որտեղ մենք տեսնում ենք, որ իրենց քաղաքացիները այն չափ, որի մասին իրենք խոսում են, չեն աջակցում։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց համագործակցության հետ կապված, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչ օրինակ համար այդ Հայաստան դաշինքը չգնացին եւ չօգնեցին, այսպես ասած, Գագիկ Ծառուկյանին, դա իրենք ավելի լավ կհասկանան, միգուցե իրանք ինչ որ բաներ ունեն չկիսելու, միգուցե ունեն, բայց դա ընդհանրապես մեր ժողովրդի հետ կապ չունի, իրանք ինչ են կիսում, ինչ չեն կիսում, առհասարակ մեր ժողովրդի հետ դա կապ չունի, իրանք մեր ժողովրդի հետ անհաղորդ են, ընդհանրապես կապ չունեն։ Իրար հետ են անհավատ։ Իրանք տեսեք, իրենք կարող ինչ-որ մի բան չեն կիսում, բայց այն, որ իրենք չեն կիսում իրար մեջ, ենթադրենք, դա էլի մեր ժողովրդի հետ կապ չունի։ Իհարկե այստեղ այն, որ իրենք համագործակցում են ընդդեմ ժողովրդի, ընդդեմ պետության, ակներով երևում է, որ միասին են, բայց ներքուստ ինչ են, իրենք չեն կիսում իրար հետ, դա իրանք կիմանան։ Միգուցե բիզնես չեն կիսում, միգուցե իշխանությունը, որ ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, դա չեն պայմանավորվում, հարցեր կան, օրինակ մի շատ կարևոր բան ասեմ, ասում են Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, ամեն օր այդ են խոսում, Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, լավ, դուք ո՞նց եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված այս պետությունը, Հայաստանի Հանրապետությունը միայն նրա անձով է պայմանավորված, 770,000 քաղաքացի անշահախնդիր ձայնը տվել այդ մարդուն։ Դուք իրանց էլ եք հեռացնելու։ Գոնե խոսելուց առաջ պետք է հասկանալ ինչ են ասում։ Իրենց ձայն տվողներն էլ հիմնական հատվածը կարող եմ հստակ ասել, որ որակի առումով որակական չեն, որտեղ եթե մարդիկ ընտրակաշառքով են ձայն տալիս, այդ մարդիկ չեն կարող լինել վստահելի իրենց համար։ Ընտրազանգված։ Իշխանությունն էլ է ասում, որ ընտրակաշառքով եք եկել։ 70% մոտավոր, չէ՞, նշեցին, որ Փաշինյանը։ Եվ այդ դեպքում իրենց առաջարկում են նույն Գեգամ Մանուկյանը, եթե չեմ սխալվում, ասում էր, թե ամեն դեպքում ընդդիմությունը ասում էր, դուք էլ եք վիճարկեք այս ամեն արդյունքները, այդ դեպքում ինչու եք դուք էլ մանդատները վերցնում եւ մտնում ազգային ժողով։ Շատ է տարբեր մանդատների մասով մի բան ասեմ, տեսեք։
Հիմա ստացվեց Արթուր Խաչատրյանն հա վիճարկեք արդյունքները այդ դեպքում ինչու եք մանդատները դուք այդ խոսույթը շրջանառվում է ինչու եք վերցնում մանդատներ եթե չեք ճանաչում ընտրության լեգիտիմությունը խոսքը վերաբերվում է եւ իշխանությանը եւ մյուս կողմին տեսեք արդարադատության բաց թողումը ինչի հանգեցրեց Եկեք մի փոքր ձևակերպումը այսպես անեն, որ པարզ լինի։ Հիմա երբ որ մարդը ասում են դե ընտրության վրա չի ազդել ընտրակաշառքը։ Ես ասում եմ ոչ, ազդել է։ Բացատրեմ ինչու։ Ընտրակաշառքը ձևավորում է ընտրողի մոտ ազատ ուրեմն ընտրության մասով ձևավորում է մի այսպիսի երևույթ, որ ինքը եթե ուզում է մեկին ձայն տա, բայց ասում է չէ, գումար կա, կանի գնամ գումարով մեկ ուրիշին ձայն տամ։ Այսինքն նա իր անձը իր արժանապատվությունը ավելի ցածր է գնահատում բայց այստեղ վերադառնանք ձևակերպների համակարգի դա դա չի ազդել ընտրության վրա ոչ ազդել է բարեհոգեբանական ճնշում է դա համարվում օրինակ երբ որ մարդը գնում է իրեն մոստից գցում է չի կարելի չէ ասել դե հրող չեղավ ինքը իրենով գնաց եւ իրեն գցեց մոստից կարող է քաղաքապետը այնտեղ հայտնվել օրինակ պայմանական հա բայց իրավունքի ձևակերպման մեջ բնականաբար արագ տեմպերով հարցը քննարկում են հետևյալ կերպ, չէ՞, այսինքն ինչու նա գնաց այդ քայլին, ով էր դրթել, դրթապաճառը ո՞րն է, չէ՞, որ մարդը գնաց։ Եվ այստեղ արդարադատության բաց թողումը ուղիղ դրթապաճառ էր, որ բարեհոգեբանական ճշմարտության ներքո քաղաքացիները գնացին ընտրության։ Մի մաս ընտրակաշառքին տրվելով, մյուս մասը ընտրակաշառքի այդ զանգվածին տեսնելով վախեցավ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է չընտրվել եւ նրանք վերարտադրվեն, այդ ճնշման ներքո նորմալ մարդիկ գնացին եւ պետք է օրինակ ձայն տային մնացած մի ընդդիմության, հա իրական ընդդիմության հատվածին տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Այդ դեպքում 8 տարվա մեջ ինչ արել, որ մարդկանց մոտ այդ ընտրակաշառք վերցնելու այդ ցանկությունը չի կարողացել կոտրել։ Եթե սոցիալական խնդիրները, եթե բարեկեցությունը ամեն ինչ լավ լիներ, մարդիկ չէին գնա ընտրակաշառքի հետևից։ Ոչ, համաձայն չեմ, ընտրակաշառքի գոնե չափը եկեք իրատեսության մեջ դիտարկենք հարցը, սա հասարակության արժանապատվության հարց է։ Ոչ թե վախից են ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Մեկը վախից, մյուս հատվածն էլ գերադասել է 2 օրվա գրպանի գումար ավելի, քան իր պետությունը, իր անկախությունը։ Եվ այդպիսով վտանգել են Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն նրանք գերադասել են 2 օր ինչ որ գումար ծախսեն, բայց Հայաստանի Հանրապետությունը թողնեն բախտի կմահաճուկին, կգնա գուբերնիա կդառնա, թե չի դառնա, կարևոր չի։ Եվ այս մարդկանց համոզել, որ չգնան ընտրակաշառք չվերցնեն, այդպես չի լինում։ Օրենքը պետք է գործի, պետք է սկզբնական վտանգը որտեղից գալիս է կանխեն այդ վտանգը։ Եվ կանխման համար ինչ տեղի ունեցավ, ընտրություններից անմիջապես հետո հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեցին, որ արտադրության նախարարության հետ համատեղ մշակելու են մի օրենք կամ բարեփոխելու են մի օրենք, որ անմիջապես ընտրակաշառք բաժանողը ում օգտին որ բաժանել է կարողանա նաև անդրադառնալ այդ կազմակերպություններին եւ միգուցե լուծարեն։ Ներողություն, իսկ դուք մենք բոլորս լույսից ենք իջել, մենք չգիտենք, որ մեր ընտրազանգվածը հակված ընտրակաշառք վերցնելու եւ մենք ունենք մարդիկ, ովքեր միշտ բաժանել են եւ վտանգը կա, որ պետք է բաժանեն։ Եվ դուք այդ ամեն ինչը չեք անում ամենասկզբից, ընտրություններից անմիջապես հետո որոշում եք, որ պետք է այդ օրենքի բարեփոխումը կատարեք։ Նկատի ունեք իշխանությունների թեթև ձեռքով իրականացվեց այդ ընտրակաշառքը։ Միանշանակ, եթե իրավապահ համակարգի գլխավոր անձիկ նշանակվում են իշխանության կողմից եւ օրենքների բարեփոխումները կամ անօրենքները, որոնք կան, չեն կիրառվում լիարժեք ձևով եւ ճիշտ ժամանակին, ապա մենք պետք է հաշվետվություն պահանջենք գործող իշխանությունից, ինչու եք այդպիսի բան անում։ Մենք պարտավոր ենք հաշվետվություն պահանջելու։ Իսկ հարց է առաջանում, միգուցե դրա համար չեն ցանկանում, որ իրական ընդդիմություն հայտնվի խորհրդարանում։ Ես ասում եմ, հարգելի իշխանության ներկայացուցիչներին, դուք ճիշտ է, սկզբից շատ դժվար էր համակերպվել այդ ռևանշիստներին խորհրդարանում։ Դե համակերպվեցիք, շիշ շպրտեցիք, հայոյեցիք եւ այլն, չէ՞։ Հիմա կարծես թե արդեն ոչ թե միայն համակերպվել եք, այլ կարծես թե ձեզ դուր է գալիս նրանց կողքին գտնվելը։ Մի վախեցեք, նոր ընդդիմությունը, իրական ընդդիմությունը, հանձինս ձեր նման կուսակցության, որ մտածում է պետության մասին, մի վախեցեք, դրանք էլ կգան ազգային ժողով, բայց մենք ունենանք բարեկիրթ եւ պետության մասին մտածող ծրագրերի մրցավազք, ուրեմն սահմանող իրական ընդդիմությունը նաեւ ձեր կուսակցությունը չի կարող լինել, որովհետեւ դուք ջատագովն եք Նիկոլ Փաշինյանի գործընկերության։ Ես ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ձեզ պատասխանել այդ հարցին։ Ես քաղաքական գործիչ լինելով
ամբողջ հեղափոխության օրվանից սկսված միշտ ասել եմ հարգելի քաղաքացիներ, այո, այս իշխանությունը միակ ճիշտ ալտերնատիվ տարբերակն է, որ մենք ունենանք ազատ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, բայց անձապաշտությունը հանձնես, եթե ես էլ ենթադրենք, որտեվ ես եմ խոսացողը, լինեմ երկրի վարչապետ, իմ անձին, իմ անձով մի տարվեք, մի եղեք անձապաշտ, եղեք պետությունը, ինստիտուտը ցանկացող քաղաքացի։ Պետություն ցանկացեք, ինստիտուտ, ապարատների կայացում ցանկացեք, որովհետև անձերը փոփոխական են, բայց ապարատի, հզոր ապարատի, հզոր արդարադատության ձեռքը ցանկացած մեկի գլխին կիշտի, եթե որևիցե մեկը գա փորձի մեր պետությունը, պետության ամենակարևոր դրույթը ասեմ, ինքնիշխանության դեմ ինչ-որ խաղեր տա։ Ամեն դեպքում Ես կներեք եւ իմ հետ կապված էլ նաեւ պատասխանեմ, ես ինձ իմ անձով պայմանավորված համարում եմ հեյալ իրական ընդդիմադիր անձ, որովհետև ես հասկանում եմ, որ պետք է եւ պարտադիր է պահանջել հաշվետվություն գործող իշխանությունից, որպեսզի պետությունը եւ պետական բոլոր ապարատները ճիշտ աշխատեն, ոչ թե ընտրովի։ Սա է իրական ընդդիմության պատկերը։ Ես չեմ տեսնում դերևս այս պահին իրական որևիցե քաղաքական ուժ, ինչու, որովհետև երբ որ գործող իշխանությանը մի բան ասում են, երկու բան ճիշտ են ասում, 10 բան սխալ են ասում։ Եվ իրենց կպցնում են ընդդիմադիրը դա չի։ Ընդդիմադիրը Հայաստանի Հանրապետության շահերից բխող քաղաքական հայտարարություններ անող եւ գործող քաղաքական ուժն է կամ անձն է։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո հասկանանք ինչպիսի ազգային ժողով է ձևավորվելու։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանակրկին եթերում է։ Քանի որ սկսեցինք Գագիկ Ծառոյանի ձերբակալությամբ եւ այն գործընթացը, որը նրա շուրջ է հիմա իրականանում, պետք է հասկանալ նաեւ, որ նրա ընկերություններում են խոզարկություններ, պարապուրտի են մատնված աշխատակիցները, սա ինչ է նշանակում եւ Իվետա Տոնոյանն էլ մատնանշեց, որ երկրորդ խոշոր հարկատուի մասին է խոսքը, եթե այդ ձեռնարկությունները փակվում են, տեսեք պետական բյուջե ինչքան գումարներ չեն ներմուծվելու։ Խոսվեց նաև օլիմպիական այդ իրենց քաղաքում մարզիկներ կան եւ որոնք դրսից են եկել եւ ասաց, որ այսա նաև միջազգային սկանդալ է Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Ամեն դեպքում ընդդիմադիրների այն դիտարկման հետ, որ Գագիկ Ծառուկյանին վերցնելով փորձում են ահաբեկել ընդդիմությանը, համամիտ եք այս ձևակերպման հետ, թե ոչ։ Ջարդում են ընդդիմությանը, ահաբեկում են ընդդիմությանը։ Գիտեք ինչ է նման այս ամեն ինչը իմ տեսակետից, Ուկրաինայի օրինակով բերեմ, թողում են շնչեն այնքան, որքանով իրենց պետք է։ Բայց հիմա արձագանքեմ իրենց հայտարարությանը։ Այդ բանակը թալանում են, ձերբակալվում են, ասում են միջազգային սկանդալ է, չգիտեմ։ Մեկին բռնում են, ասում են միջազգային սկանդալ է սպորտի ասպարեզում եւ այլն։ Հիմա ես չեմ հասկանում, ստացվում է մեր սահմանադրությունը, մեր պետությունը իրավապահ այդ հարցերը, որոնք մեր անվտանգությունը պետք է ապահովեն, եթե իհարկե կա խնդիր, եթե կա պետք է ապահովեն, հա։ Հիմա ստացվում է ավելի քիչ կարևոր է։ Սա ստացվում է Ռուսաստանում բնակվող հայրենակիցների ռուբլիները ավելի կարևոր են, քան մեր պետության անկախությունը։ Ստացվում է այստեղ էլ այդ մարդկանց գումարը ավելի կարևոր է, քան թե մեր պետության անվտանգությունը։ Հետո տեսնում եք արհեստական ինչպիսի ձևակերպումներ է առաջ գալիս, էլի։ Այսինքն հիմա իր ասածով ինչ է գալիս, գալիս է մի բան, որ հիմա դուք կողմնորոշվեք։ 10,000 գործազուրկ հիմա սկզբից ամենակարևոր հարցին անդրադառնանք, կլենախ այդ մարդիկ գործազուրկ չեն, թող չտապեն լիրիկաներ միացնեն, կոպիտ ասած։ Հիմա ինչ է ստացվում։ Դուք մտածում եք ինքը հանցագործ է թե ոչ, հələ դուք այդ հարցի շուրջ մտածեք, տեսեք արդար է թե արդար չի այդ հարցի ձերբակալության։ Դուք այդ կարևոր հարցը թողել եք, արդեն ուրիշ հարցեր եք քննարկում, ուրիշ հարցեր եք առաջ բերում։ Դա ինքնապաշտպանության ես մեթոդ եմ դիտարկում։ Դուք ինչ եք շտապում, հələ ոչ մեկ չի խոսել լուծարման մասին։ Դուք ինչ եք առաջ քաշում լուծարման հարցը, այդ մարդկանց ֆակտորը, ինչ ուզում եք այդ մարդկանց հանեք փողոցներ, պետություն էլի ցնցեք։ Բայց կարող են հանել փողոց։ Դե աշխատակիցներին միգուցե կարողանան հանեն փողոց։ Տվյալ մարդկանց սեգմենտի մասին է խոսքը, այդ։ Հա, բայց ինչու եք խոսում բաներից, որոնց մասին դեռ խոսք չի եղել։ Եվ ինչու եք դուք կարևորում, ել եմ կրկնում, մարդկանց այդ դեպքում դատարանի որոշումը չկա։ Իհարկե չկա, իհարկե, եւ նման խոսույթ անգամ չկա։ Այսինքն դա հերթական հարձակումն է, ինքնապաշտպանություն է, որը անհասկանալի ինչու է արվում, որտեղ հայտարարություն չի եղել նման։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանը, այսօր կամ վաղը արդեն պարզ կլինի ինչ է կատարվում եւ հասկանանք ովքեր են մտնում ազգային ժողով։ 3 հիմնական ուժեր կմտնեն ազգային ժողով, ընդ որում Նարեկ Կարապետյանը Շանթ հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց, որ մեկ դրամ աշխատավարձով ինքը կաշխատի, քանի որ իր աշխատավարձի մնացած մասը որպես բարեգործություն թափանցիկ ձևով կբաժանի եւ դրա մասին բոլորը տեղեկացված կլինեն։ Ինչ է լինելու։ Ինչպեսի ազգային ժողով ենք ունենալու։ Ճիշտ ասած, ես ուզում եմ դրա մասին խոսել, բայց չեմ լսել, որ Նարեկ Կարապետյանը նման հայտարարություն է արել։ Կխնդրեմ, եթե կա միայն իր անձի մասով, թե բոլոր պատկան։ Ես այստեղ ուզում եմ հենց դրա մասին խոսել, ինքը միայն իր անձի մասով է հայտարարություն անում եւ դա խիստ հակասական է քաղաքական իրենց ուժի գաղափարախոսությանը եւ այն տրամադրվածությանը, որով եկել են քաղաքական դաշտ։ Ինչու է միակ իր անձի վերաբերյալ այդ հայտարարությունը անում։ Ես դա դիտարկում եմ քաղաքականությամբ զբաղվելը իրենց կողմից դա ներդրումային process է, ոչ թե երկիրը փրկելու process է։ Այսինքն ես քանի որ միլիարդատեր եմ կամ միլիոնատեր եմ, կանի գնամ աշխատավարձ 700,000 դրամ
որ շատ փոքր գումար է իրենց համար չվերցնեմ եւ իմիտացիա վերցնել, բայց հա վերցնել կամ հավասար է չվերցնելու միտքը չէ, բայց եթե տանում է դա բարեգործություն է անում, ներդրում է անում ինչ որտեղ շատ լավ ամեն դեպքում հա վերցնենք բարեգործություն է անում, բայց այդտեղ հարցի կարևոր հատվածը ուրիշ տեղ է, ինքը չի վերցնում իր համար ամեն դեպքում, ճիշտ է, իր անձի համար չի վերցնում։ Ես համարում եմ դա քաղաքականության մեջ ներդրումային գործարք, որ կանի ես 700,000 դրամից հրաժարվեմ, բայց ապագայում 31 թվին գոնե մենք կգանք իշխանության եւ մեր բիզնեսը մեր իշխանության օրոք էլ ավելի կծաղկեցնենք եւ կհաճոյանանք նրանց ում կողմից որ հավանաբար ուղղորդված են, որի մասին խոսում է իշխանությունը։ Հետևաբար հարց է առաջանում, բայց եթե դուք այդպես գաղափարակից քաղաքական ուժեր եք եւ մի ձև եք մտածում ձեր միայն Նարեկ Կարապետյանը չի, չէ, իրենց խմբից շատերը այսպես բարձրաձայն գոռում են, խոսում են, մենք հայրենասեր ենք, երկիր ենք փրկում եւ այլն։ Ուրեմն 2000 ուրեմն մանդատները զենք են, ուրեմն նախ այդ զենքը Ռոբերտ Քոչյանը ուներ, բայց ինքը այդ զենքը չկարողացավ կները եւ քչացել է եւ ինչ է Ռոբերտ Քոչյանը ուժեղ չէր սեղմում, որ Նիկոլը գնար այդ կոճակ իրենք ուժեղ կսեղմեն։ Դա իրենց ընտրազանգվածին խափելու, իմ տեսանկյունից խափելու ուրեմն հարց է դրված։ Հիմա տեսեք, ես առաջարկում եմ հետեւյալը։ Եթե դուք իսկապես չեք խափել ձեր ընտրազանգվածին, ընդդիմությունը քանի որ հաշվետվություն պահանջող ինստիտուտ է եւ միտեղ էլ ինքը քննություն է հանձնում ընդդիմության լինելու ժամանակահատվածում իշխանություն գալու համար ժողովուրդը այդ քննությունը կտեսնենք ոնց կհանձնեք ձեզ իշխանության կբերի ոչ թե իրենց այլ հենց ընդդիմության ինստիտուտը նկատի ունեմ հիմա շատ լավ քննություն հանձնելու պահ է ձեր բոլոր падգամավորները պետք է 60 դրամ ստանան 2026-ից մինչև 31 թիվը 1 դրամով աշխատավարձ ամսական 5 տարվա կտրվածքով 60 դրամ է անում դե ցույց տվեք որ դուք ձեր գաղափարախոսությանը հետևողական եք եւ ազնիվ եք 60 դրամից ավել ոչ մեկը գումար չստանաք Եթե ստացել եք, ուրեմն դուք հաստատ պետություն փրկելու այդ ձեր ասած դրա համար չեք եկել։ Այդ դեպքում պետք է հասկանալ, թե այդ մարդկանց միջոցները որտեղից են գոյանում ապրելու։ Տեսեք, իրենք ասում, ես այդ շատ կարևոր հարց տվեցիք։ Նարեկ Կարապետյանը ասաց մենք եկել ենք բիզնեսմեններ ենք եւ այլն, չէ՞։ Հա, ապահոված եք։ Դե հիմա ասում եմ մենք։ Հիմա ես դա օգնակի եմ հասկանում ամեն դեպքում։ Հիմա ասում եք բիզնեսը թողել ենք, եկել ենք, մենք Լավ, պարոն Աբրոյան, եթե ավելի առարկայական, ավելի լուրջ, ինչպիսի խորհրդարան եք պատկերացնում։ Շատ վատ խորհրդարան, քան 2021 թվականի ստեղծված խորհրդարանն է, շատ ավելի վատ, որովհետև այս պարագայում մենք քանի որ տեսանք նաև գործող իշխանությունը ունի որոշակի չափով ռեյտինգային անկում մենք դրան ականատես եղանք եւ այդ ռեյտինգային անկումը գալիս է էլի իրավապահ համակարգի թեր աշխատանքի արդյունքում եւ բռնեմ թողեմ ինչպես նշեցի ուրեմն իրավական համակարգի այդ գործելավոճով պայմանավորված հետեւաբար այս հիասթափությունը կարող է ավելի շատ մեծանալ եւ 2031 թվականին մենք ունենանք ավելի լուրջ խնդիրներ, որովհետեւ այն ուժը 2031 թիվը, որտեղ ընդդիմությունը ամեն դեպքում պատրաստ չէ գնալ մինչեւ 2031 եւ պետք է ամեն ինչ անի, որ ես կոչ եմ անում գործող իշխանությանը, որ ավելի վճռական պատրաստ չլինեն գնան մինչեւ 2031 թիվ, ինչու քանի որ մենք ունենք 5-ից, եթե չեմ սխալվում 6 քրեական գործով անցնող անձիկ, որոնք ընտրակաշառք են բաժանել падգամավոր տեխնացու լինելով հանդերձ, այդ փաստը հիմք համարել այդ փաստը եւ անհապաղ իրավապահ համակարգը պետք է գործի դրվի եւ աշխատի, անհապաղ եւ արդյունքում պետք է Սահմանադրական դատարանը լուծարի այդ կազմակերպություններին ընտրակաշառք բաժանելու համար եւ ոչ միայն նաեւ այն հայտարարությունների մասով, որոնք ակներև Հայաստանի Հանրապետությանը տանում են գուբերնիայի։ Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ոտնձգություն է եւ սա բավարար է, որպեսզի եթե չկա նման օրենքներ, ապա բարեփոխեն այդ օրենքները կամ ավելացնեն եւ անհապաղ կարճ ժամանակաշրջանում լուծարեն այդ ուժերին։ Այդ ուժերը իրավունք չունեն զբաղվել Հայաստանի Հանրապետության պետությունում քաղաքականությամբ։ Լուծարելուց հետո ինչ անել։ Լուծարելուց հետո լույս է բացվում այն ուժերի դեմ, որոնք անկախ ամեն ինչից լավ ծրագիր են բերել, լավ գաղափարախոսություն են կամ չէ, գոնե Հայաստանի իշխանության դեմ չեն։ Այսինքն գնալ նորից ընտրություններ։
Եթե Հայաստանի, տեսեք, եթե Հայաստանի Հանրապետության խորհրդարանը չափազանց թերի վիճակում է ավելի վատ, քան 2021 թվականի, եթե 2021 թվականի խորհրդարանում հայում էին, շշեր էին շպրտում, զբաղված էին այլ բաներով։ Հիմա էլ ասում են եկեք բոքսի տանձիկին նման։ Հիմա էլ եկեք ավելի վատ, հա, ապրեք։ Եկեք, հա, մենք շատ լավ մեջբերում արեցիք։ Իհարկե նման խորհրդարան ունենալը դա շատ վատ է, եւ միանշանակ պետք է արտերտ ընտրություն լինի, որպեսզի փրկենք մեր խորհրդարանը։ Եթե Վահագն Ալեքսանյանը անդադ խոսում էր Սերյան Օհանյանին, հիշեցնում էր իր ժամանակների բանակը եւ ծառայությունները, հիմա մարդիկ բացահայտ ասում են, եկեք կխոսենք ընտրակաշառքների մասին։ Խնդրեմ։ Այսինքն մենք նոր թեմա ենք բերում ազգային ժողով, դրա համար եմ ասում, ավելի վատ ազգային ժողով է լինելու։ Եվ այսպիսի խորհրդարան մեր նման պետության, այսպիսի աշխարհագրական դիրքում, այսպիսի խնդիրներով, սա շատ անլուրջ վերաբերմունք է, թե իշխանության կողմից թույլ տալով, որ այսպիսի խորհրդարան ձևավորվի, երբ ասում մենք թույլ չենք տվել, ձայն են տվել, ես ուզում եմ այստեղ եւս մեկ անգամ հիշեցնել, ձայն են տվել, որովհետեւ ենթարկված է եղել ձեր քաղաքացիները, անգամ ձեզ ձայն չտված, դրանք էլ ձեր քաղաքաց, ենթարկված են եղել ընտրակաշառքի ճնշման եւ մյուս հատվածն էլ իրենց վերարտադրման վախի մթնոլորտի ճնշման են ենթարկված եղել բարյահոգեբանական։ Ամեն դեպքում կհետևենք զարգացումներին եւ անդրադառնանք նաեւ Փաշինյանի այցին Ռուսաստանի Դաշնություն։ Միշուստին Փաշինյան այդ երկխոսությունը ինչ կարծիք եք, ինչ մեսիջով վերադարձավ Նիկոլ Փաշինյանը, հատկապես եթե նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները մենք հակված չենք վատթարացնելու, հակառակը ԵԱՏՄ-ի մեջ ենք մնալու, բայց ռուսական կողմից էլ եղավ, այսպես ասած, ուղերձ հստակ, որ պետք է թույլ տա այս ձևավորվող նոր կառավարությունը ներդրումներ կան Ռուսաստանից, մի խոսքով երկկողմ այդ զրույցը ինչին բերեց։ Օրինակ ընդդիմությունն ասում է, որ Պուտինը անցել է պլան B-ին, հյուծում է Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորում եւ դրան զուգահեռ նրա հետ զրույցներ չի անում, զուգահեռ հյուծելով Հայաստանի տնտեսությունը։ Իշխանամոտ, այսպես ասած, իշխանատենչ կուսակցությունները, քաղաքական ուժերը ասում են, որ ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը վստահ այս անգամ գնաց, որովհետեւ եկել էր այստեղ ֆոն դեր Լեյներ եւ այստեղ ավելի պինդ գնաց այնտեղ իր որոշումների մեջ եւ ասեց, եթե ձեր ռուսական շուկան էլ չլինի, մեկ է մենք չենք կորի, որտեղ մեզ համար դռները բացում է ԵՄ։ Իհարկե ռևանշիստների հայտարարությունը դա իսկ անկեղծ ծիծաղալու հայտարարություններ են, որտեղ հա, իսկ այդ Պուտինը երբ չի հյուծել Հայաստանի թե տնտեսությունը, ես ասեմ ավելի վատ բան, Պուտինը հյուծել է Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը տարիների ընթացքում, դա նորություն չի, բայց լավ է, որ իրենց սիրելի, այսպես ասած Պուտինի վարած քաղաքականությունը շատ ճիշտ մեկնաբանում են, էլի չեն թաքցնում։ Տեսեք, բա այդ մարդիկ չէ, որ ասում են Ռուսաստանը մեր գործընկերն է, մեր փրկիչն է, բա այդ որ ինքը մեզ հյուծում է, դուք արժանապատվություն ունեք, լավ։ Այդ ինքներդ ասում եք մեզ հյուծում է եւ իրեն համարում եք դաշտակից պետություն։ Չէ, բայց ախր շատ ծիծաղալու հայտարարություն են անում, գոնե մտածեն ինչ են խոսում։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի այցը որպես վարչապետ, սա արտաքին քաղաքականություն է, որը ես միշտ ասել եմ, որ շատ լավ արտաքին քաղաքականությունը առաջ է գնում, ինչից որ ես դժգոհում եմ դա ներքաղաքական հարցն է, եթե նկատեցիք, բայց արտաքին քաղաքականությունը շատ նորմալ վարվում է։ Իհարկե այսօր մեջքը շատ պինդ է Հայաստանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության։ Ես ուզում եմ, որովհետեւ մենք երբեմն էլի չանձավորենք, էլի մենք պետություն ունենք, եւ մեր պետության ներկայացուցիչն է։ Հայաստանի Հանրապետության մեջքը ամուր է, այո, Եվրոպան մեզ աջակցեց։ Այստեղ մի փոքր թերությունը նրա մեջ է, բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ, դա լուծելի է, որ պետք չի սпасել Ռուսաստանի կողմից պատժամիջոցների նոր գնալ ապրանքների արտադրող ապրանքների ուրեմն որակի լավացմանը, որպեսզի Եվրոպայի հետ հարաբերվել։ Դա պետք է կանխազգել ավելի շուտ եւ ավելի շուտ այդ ամեն ինչը անել, բայց ոչինչ։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը վարում է քաղաքականություն եւ անկախ ամեն ինչից մենք կգնանք Եվրոպայի հետ կհարաբերվենք թե չենք հարաբերվի, որևիցե adekvat եւ ճիշտ քաղաքական գործիչ երբեք չի ասել եւ չպետք է ասի, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելը դա բխում է մեր շահերից։ Մենք ոչ թե հարաբերություն ենք վատացնում, այլ մենք ասում ենք այն խնդիրները, որոնք որ դուք մեր հանդեպ առաջացրել եք, դա խիստ
հակասական է մեր անկախությանը։ Խնդիրը իրենց մեջ է, մեր մեջ չի, եւ եթե ուզում եք իրականում պատկերավոր հասկանանք, հապկից մեզ ավելի շուտ իրենք դուրս կհանեն, քան որ թե մենք դուրս կգանք։ Եվ հիմա ամենայն դեպս հիմա ինչպես է Նիկոլ Փաշինյանը վերադառնալու, ինչ դրական տեղաշարժ է լինելու։ Դրական տեղաշարժ ես կարող եմ ասել ոչ թե կախված է գիտեք շարժը մենք հենց կապում ենք ապրանքների արտահանման հետ կապված գյուղմթերքի այդ ճնշումը ի սկզբանե այդ ճնշումը որ տեղի ունեցավ մենք վերլուծել ենք, հասկացել ենք, որ դա ժամանակավոր բնույթ է իրենից կրում, որտեվ դա այդ պահին պետք էր ճնշում գործադրեն, հետո այդ ճնշումը կվերացվի միանշանակ, որտեվ Ռուսաստանի շահերից չի բխում երկարատև ճնշել Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ինքը տեսնում է մեզ ինչքան որ ճնշում է, մենք սնդիկի պես գտնում ենք շատ լավ արտաքին քաղաքականություն ենք վարում, գտնում ենք տեղ եւ գնում ենք եւ իրացնում ենք այս իրավիճակում մեր ապրանքների շրջանառությունը։ Այստեղ շատ կարեւոր բան եմ ուզում ընդգծել, որ Ռուսաստանի դաշնությունը այդ նույն ձևաչափում չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս դե կներեք ասում եմ գիժը հոկոտոշավոր չի լինում, դա մեկ անգամ ցույց է տալիս այդ գործողության, որ իրենք բարեկամ պետություն չեն, հարցեր չեն քննարկում միասին, այստեղ սրա մասին է խոսքը, ընդդիմությունը սա է մատնանշում։ Տեսեք, ընդդիմությունը կարող է ամեն ինչ մատնանշել, նույն այսպես ասած վատ իրավիճակում իրեն գցել, հակախոսել իրեն, բայց խոսելու համար։ Ես նոր քիչ առաջ նշեցի, հիմա էլ նշեմ, որ ընդդիմության ասած այնքան հակասական է, անգամ իրենց մտածելակերպին է հակասական իրենց ասած։ Իրենք ասում են ռուսը մեր եղբայրն է, բայց ռուսին ասում են իրենք հյուծում են Հայաստանի դեմ են։ Մենք դրա մասին գիտենք, եղբայր, դուք մտածեք ձեր մասին, բայց ինչ եք այդքան անարժանապատիվ։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը որոշ հարցեր քննարկած եւ դրական պատասխանով հետ կվերադառնա։ Հայաստանի Հանրապետության համար Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրելու համար կարծում եմ, որ այո։ Եվ վերջին հարցս, քանի որ իրադարձություններից են խոսում, այսօր Արմավիրի մի քանի գյուղերի գյուղացիներ նաև ճանապարհներ են փակել, սա կարկուտի հետ կապված բերքի վիճակը բոլորս էլ պատկերացնում ենք եւ գիտենք եւ գյուղացիներն են դրա մասին խոսում։ Ինչ է լինելու հակակարկտային այդ կայանների աշխատել կամ չաշխատելը։ Ինչ է լինելու այս ամենը։ Փոխհատուցում պետությունը բնականաբար ինչ որտեղ կգնա զիջումների կնստեն, բայց ամեն տարի առնչվում ենք այս խնդրի հետ։ Գիտեք, ես միշտ դեմ եմ եղել գյուղատնտեսության նախարարության չլինելու հարցի շուրջ, այո, որտեվ այդ կառույցը շատ կարևոր էր, շատ հարցեր լուծելու, այդ կառույցը փակելու փոխարեն պետք է այդ կառույցին օժանդակեին, որպեսզի նա նոր ժամանակակից գյուղատնտեսություն բերեր Հայաստան, մեր հայրենակիցներին սովորեցներին գյուղատնտեսական նոր ժամանակակից ուրեմն մոդելին եւ արդյունքում մենք կունենայինք այնպիսի զարգացած գյուղատնտեսություն, որ ամեն տարի չխոսենք սովետական թվից եկած խնդիրների մասին։ Այստեղ նաև ուզում եմ նշել, որ կան երբեմն նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներ, միշտ ինձ մոտ հարց է առաջացել, ապահովում են երբեմն շահույթ, բայց իրենց շահույթից ներդնում չեն կատարում եւ չեն լուծում, օրինակ այդ նույն խնդիրները, որոնք բերքին վնասում են, հա, այս հարցն էլ պետք է մենք դիտարկենք, դրա համար դրանք ցանցերն են, այո, ինչու, այո, դե գումարը աշխատում են, բայց ներդրում չեն, սա էլ խնդիր է, այսինքն այստեղ շատ կարեւոր հենց ուրեմն մոդելի մասին է խոսքը, որ պետությունը պետք է հասնի այն աշխատող քաղաքացուն այնտեղ, այն կարմիր գծի մոտ օգնի, որտեղից այդ քաղաքացին այլևս չի կարող քայլ կատարել եւ առաջ գնալ եւ զարգանալ։ Այս կոնսենսուսն է պետություն եւ հասարակության հարաբերության մեջ եւ այս հարցի շուրջ եւ բոլոր հարցերի շուրջ նաեւ։ Այնպես որ սա իհարկե լավ կլինի, որ այդ մարդկանց օգնեն մեր ներողություն ասում եմ մեր քաղաքացիներն են պետք է օգնեն, բայց պետք է հարցը չլուծեն տեղային եւ սահմանափակվեն։ Եթե այդ խնդիրը կա, օգնում ես, ուրեմն պետքա դա անես այնպես, որ այլևս այդ խնդիրը չդառնա սովորություն մեր գյուղացիների, մեր քաղաքացիների համար։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Աբրոյան, այսօրվա հաղորդման համար, իրադարձություններին հետևենք, հարկ լինելու դեպքում կհանդիպենք կրկին այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։